Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, եթերում է հայոց պարը հաղորդաշարը, որի հյուրն է հրայր կավանդական պարի ղեկավար Դավիթ Հարոյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, շատ լավ Անիջան, դու ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Ընկեր Դավիթ, ուրեմն առաջին հարցը, մի քիչ պատմեք ձեր մասին, ազգային պարի ոլորտ ձեր մուտքի մասին։ Ես Դավիթն եմ Հարոյան, կրթությամբ նկարիչ քանդակագործ, ավելի շուտ սովորել եմ այդ ոլորտում, բայց հիմա զբաղվում եմ դիզայնով, ամբողջությամբ զբաղվում եմ դիզայնով, նաև որպես հավատամք ու գաղափարախոսություն ազգային պարերով եմ զբաղվում։ Դե ազգային պարերի նկատմամբ հետաքրքրվածությունը միշտ է եղել, բայց Գյումրիում հնարավորություններ քիչ ազգային պարերով զբաղվելու, պարային խմբեր շատ կային, բայց ազգային ուղղվածությամբ խմբեր չկան Գյումրիում, ու ես սկսեցի զբաղվել պարերով ու մեծ հավատք ու հույս ունենալով, որ կգա մի ժամանակ, երբ որ ես կկարողանամ զբաղվել նաև ազգային պարերով, եւ համալսարանում արդեն երկրորդ կուրսը ավարտել էինք, ու մենք բավականին ակտիվ ուսանողներ էինք այն ժամանակ, երկրորդ կուրսը ավարտել էինք ու հնարավորություն եղավ ազգային պարերով զբաղվելու ու անձամբ ճանաչելու Կինոսյան Գագիկին ու Ծիրանափող երիտասարդական հասարակական կազմակերպություն կա, որը կրթամշակութային ծրագրերով է զբաղվում եւ մի ծրագիր ունեին Շիրակի դաշտավայրից գրի էին առնում հայկական ժողովրդական երգեր ու այդ երգերի շնորհանդեսի ժամանակ Կինոսյան Գագիկը հրավիրված էր Կարին Ավանդական երգի պարի համույթի հետ եւ դա առիթ հանդիսացավ ծանոթանալու Կինոսյան Գագիկի հետ, համ Կարինի տղաների հետ ու այդ հանդիպման ժամանակ իմ ու Թորոյան Ստեփանի միջև եղբայրական կապ ստեղծվեց ու սկսվեց կապը Երևան-Գյումրի հայկական պարերի ուսումնասիրություն եւ այդպես։ Ու 2015 թվականի հոկտեմբերի 3-ին Գյումրու Պետական Մանկավարժական ինստիտուտում, այդ ժամանակ ինքը դեռ Մանկավարժական ինստիտուտ էր, դեռ Շիրակի Պետական համալսարան չէր դարձել։ Պարոն Վարդան Գրիգորյանի հովանավորության ներքո ստեղծվեց հրայր կավանդական պարի խումբը։ Ընկեր Դավիթ, տեսեք, ընկեր Կինոսյանի անունը տվեցիք։ Ինչ հետաքրքիր պատմություն կպատմեք իր մասին, ամենահաճելի հիշողությունը ո՞րն է իր հետ կապված։ Ընկեր Կինոսյանի մասին շատ պատմություններ կարող եմ պատմել։ Իր հետ զրույցները, հատկապես վերջին շրջանում մեր հանդիպումները բավականին հաճախ էր, որովհետև ընկեր Կինոսյանը Գյումրի շուշուտ էր գալիս, համ գործերով, համ շատ հանգստանում էր Գյումրիում։ Ինքը ասում են, որ Գյումրին այն միջավայրն է, որտեղից պետք է մշակութային հեղափոխություն անենք Հայաստանում, ու այդ հարցերի շուրջ ենք շատ զրուցում իրար հետ։ Ասում էր, հիշի կարևորը հայկական մշակույթն է։ Պիտի մենակ հայկական մշակույթով ապրենք։ Ընկեր Դավիթ, շատ հաճախ նաև մասնագետները վիճում են ժողովրդական ու ազգային պարերի տարբերության, նմանության կամ երբեմն ասում են, թե դրանք նույն բանն են։ Հիմա ո՞րն է տարբերությունը կամ արդյոք դրանք նույն բանն են, թե չէ։ Նայեք, այդ տերմինը ինքը արհեստականորեն մտցրել են մեր մեջ, որպեսզի կարողանան բաժանում մտցնել։ Այն ինչը որ հնարավոր չէ հաղթել, բաժանում ես, սկսում ես հաղթել իրան ներսից։ Ժողովրդական պարեր, որոնք որ հիմա մենք անվանում ենք, իրանք բեմական մշակում անցած պարեր են։ Սովետական միության տարիներում վերցնում էին տեղի ժողովրդի ազգային պարերը, ժողովրդական պարերը, միքսում էին պալետի հետ, ստանում էին սոցռեալիզմին համապատասխան կրիտերիաներին համապատասխան արվեստ, որը տեղի ունեցել ամեն ինչի մեջ ու պարը չի կարողացել անմասն մնալ այդ ամեն ինչին։ Ու իրանք այդ սովետից մնացած մեզ համար ժառանգություն է, որ ասում են ժողովրդական պարեր։ Բայց էլ եմ ասում, դա բեմին հարմարեցված բեմական մշակում անցած պարեր են։
Իսկ որ մենք ասում ենք ազգային տարբերակելու համար, իրանք տիպիկ հայկական ժողովրդական բառեր են։ Եթե դուք վերցնում եք, ասենք անգլերենով, չկա բան ավանդական հասկացողություն, ասենք իրանք չեն թարգմանում, եթե դու իրանց ասում ես Armenian traditional dance, իրանք չեն հասկանում, թե դու ինչ ես ասում։ Դու պետք է ասես Armenian folk dance։ Folk-ը այդ ժողովրդական բառերն են։ Այդ ամեն ինչի հիմքի վրա պետք է կարողանանք կառուցել, որովհետև աշխարհում ընդունված չէ ասել ավանդական կամ ազգային։ Իրանց մոտ ընդունված է, ասենք, ֆոլկը։ Հիմա մեր ֆոլկ բառերը, եթե թարգմանում ենք, դա ժողովրդական բառերն են։ Իսկ ինչ որ հիմա բեմում կատարում են մյուս խմբերը, որ մեծամասնություն են կազմում Հայաստանի Հանրապետությունում, իրանք բեմական մշակում անցած բառեր են ու իրանք շատ տարբեր են մեկը մյուսից ու նույնը չեն։ Գեշտավիթ, բայց ազգային պարերն էլ են, չէ՞, բեմական մշակման ենթարկվում բեմ դուրս գալու համար։ Այդ պարագայում ինչ կասեք։ Հայկական ազգային պարերի հետ կապված, ուրեմն մենք ունենք կանոններ, որ չշեղել ու չխեղել հայկական պարերի բուն իմաստը ու պարակայլերը։ Ու եթե երբ որ մենք բեմադրական մաս ենք սարքում այդ պարերի համար, ինչ է տեղի ունենում այդ բեմադրական մասեր սարքելու ժամանակ։ Մենք փորձում ենք պարերը չձևափոխել, պարակայլերը չձևափոխել։ Ուղղակի մենք գծագրեր ենք ավելացնում պարերին։ Քանի որ մեր հայկական ավանդական պարերը իրանք մեծամասնությունները շրջանաձև են ու այնպես է ստացվում, որ պարելու ժամանակ դու կարող ես հանդիսատեսին ինչ որ որոշ ժամանակահատվածում մեջքով լինես ու այդ ամեն ինչից խուսափելու համար պարերի մեջ մենք բեմադրական մասեր ենք ավելացնում, որովհետեւ մենք հանդիսատեսին մեջքով չլինենք, հանդիսատեսը տեսնի մեր դեմքը, մեր պարերը, բայց իրանց մեջ շարժումների հետ կապված ու պարակայլերի հետ կապված ոչ մի փոփոխություններ չենք անում մենք։ Պարը չենք շեղում իր բուն նպատակից, որովհետև դու գիտես, որ հայկական ավանդական պարերը ունեցել են իրենց տեղն ու ժամանակն ու իրենց նպատակն ու իրենց գործառույթները։ Երբ որ մենք փոխում ենք պարակայլերը, ասենք վերվերիի պարակայլը բերում դնում ենք քոչարիի պարակայլերի հետ, փափուրին միացնում ենք ու սարքում ենք մի հատ ազգային պար, ասենք փչացնում ենք մի 4 հատ պար մի հատը սարքելու համար, դա վանդալիզմ է։ Չի կարելի այդպիսի բաներ անել։ Ու պետք է ձեռք չտաս։ Մենք վերցնում ենք այդ պարը, այդ պարակայլերը ու իրան դարձնում ենք բեմադրություն, չփչացնելով պարի իմաստն ու խորհուրդը։ Շնորհակալություն։ Գեշտավիթ ջան, ձեր խոսքի սկզբում ասացիք հրաշքավանդական պարի խումբը ստեղծվել է 2015 թվականի հոկտեմբերի 3-ին, այսինքն արդեն գործում է շուրջ 10 տարի։ Ինչ փոփոխություններ է կատարել հրաշքազգային պարի խումբը 10 տարվա ընթացքում, ներկայումս ինչ նորություններ ունի ու արդեն 10-րդ տարին է, ինչ որ համերգային ծրագրեր նախատեսվում է։ Իրականում այս 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք մեր գաղափարախոսության մեջ մնալ, ժողովրդից սովորածի ժողովրդին անվճար այդ կարգախոսով ու Գյումրիում ու Գյումրիից դուրս մենք փորձել ենք պարուսություններ կազմակերպել ժողովրդին ներգրավելու համար, ժողովրդին մատուցելու համար հայկական ազգային պարը։ Ու ինչ որ ժամանակաշրջան ես մտածում եմ, որ համերգները չէ որ կարևոր են, չնայած հիմա էլ եմ այդպես մտածում, համերգները շատ կարևոր չեն այս գործի մեջ, որովհետև համերգ ուղղակի իմ համար ինքը ցուցադրելու միջոց է։ Բայց տարածելու համար դու պետք է լինես ժողովրդի մեջ միսիոներների պես, մանկաս իրանց մեջ բացատրես, ցույց տաս, սովորացնես իրանց։ Եթե ուզում ես ազգային մշակույթը տարածես, դու պետք է լինես ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, իր ամեն ինչում։ Մենք փորձել ենք այս 10 տարիների ընթացքում լինել այդպես։ Ու կա առաջ խաղացում, որի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ հրայրքի ամբողջ թիմին, որովհետև այդ հսկայական աշխատանքը իրականում մի մարդու բան չի, մի մարդով հնարավոր չէ այդքան աշխատանք կատարել ու շատ շնորհակալ եմ նաև Երևանի մեր ընկերներին, որոնք
պատրաստակամորեն մեզ անընդհատ օգնում են, մեզ նյութեր են տրամադրում, նոր բառեր են սովորեցնում, քանի որ անընդհատ ուսումնասիրությունների process-ներ է գնում, անընդհատ ինչ որ նոր գրքեր ընթերցելու ժամանակ, հին գրքեր ընթերցելու ժամանակ, նոր ինչ որ բաներ ես բացահայտում քո համար, ինչ որ բառեր ես բացահայտում քո համար, ու այդ ամեն ինչը պետք է բոլոր պարուսույցներին հասվի ու հսկայական աշխատանք են կատարում, որի մասին ոչ մեկ չի խոսում, որի մասին ոչ մեկ չգիտի։ Դրա համար առիթ է ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն ընկերներին, որոնք որ այդ աշխատանքը տանում են։ Իսկ ինչ որ վերաբերվում է հրաշքին, մենք անընդհատ շատանում ենք, Փառք Աստծո, ինչպես սիրում եմ ասել, Աստծուն հաճելի գործ է այս գործը։ Ու ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք շատ հայրենիների սրտում ազգային կրակ վառել, մշակութային կրակ վառել, որովհետև մեր այս մշակույթը ինչ որ մենք ունենք, ինչ որ մենք կրում ենք ու տարածում ենք, այդ ժամանակագից է, այդ մերն է ու այդ ճիշտն է։ Ու առաջիկայում էլ պատրաստվում ենք մենահամերգ ունենալ, բավականին երկար ժամանակ է չենք ունեցել մենահամերգ։ Ինձ թվում է հետաքրքիր մի բան արդեն մտածել ենք, որը համ խորհրդանշական առումով, համ պարերի մատուցման առումով եւ ինչու ոչ մի փոքր էլ բեմականացման առումով հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար ու կարելի ասել նորություն կլինի հանդիսատեսի համար։ Հրաշք ավանդական պարի խումբը արդեն դարձել է մշակութային հասարակական կազմակերպություն։ Մի քիչ այդ ամենի մասին կպատմեք, այդ ճանապարհի մասին կպատմեք ու արդյոք ինչ որ փոփոխություն կլինի հասարակական կազմակերպություն դառնալուց հետո։ Ինձ թվում է մեր գործունեության մեջ կարող է ինքը իր աշխարհագրությունը մեծացնի այդ ամեն ինչով։ Այս ընթացքում մենք ինչ արել ենք բացարձակապես մեր սեփական ռեսուրսներով, այսինքն այդ երեխեքով տեղ գնալ, ինչ որ բաներ անել, բեմական հագուստներ կարել, որոնք բավականին թանկ արժեն, ամեն ինչ արել է հրաշքի իր սեփական միջոցներով, հրավերքներ ենք ունեցել, որոնց համար վարձատրվել ենք ու այդ ամեն ինչով կուտակված գումարի արդյունքում կատարվել այդ ամեն ինչը եւ հասարակական կազմակերպությունը ինքը հասարակական կազմակերպություն դառնալով ինձ թվում է, որ մենք կկարողանանք ավելի մեծ գործեր անել ու կարողանանք պետությանը հետ համագործակցել ու պետությանը օգտակար լինել, որովհետև այս պարագայում մեզ համար շատ կարևոր է պետությանը հայրենիքին եկեղեցուն օգտակար լինելը, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ մենք պետք է օգտակար լինենք մեր հասարակությանը, թե չէ ինչի համար ենք անում այս ամեն ինչը, անում ենք մեր հասարակության, մեր հայության համար, մեր պետության համար ենք անում այս ամեն ինչը, ու դրա համար իրան արդեն գրանցված իրավաբանական անց դարձնելը այս պայն անհրաժեշտություն էր դարձել հրաշքի համար։ Մենք կարող ենք այդ անել խումբը ստեղծելու երկրորդ տարում կամ երրորդ տարում, ես մտածված ու գիտակցաբար չէի գնում այդ քայլին, որովհետև ես մտածում եմ, որ պետք է ինքը լինի երիտասարդական նախաձեռնություն։ Բայց մենք նորից էլ մնալու ենք այդ ձևաչափի մեջ, չի փոխվելու մեր մոտ այդ ձևաչափը, բայց որպես գրանցված կազմակերպություն ինքը հնարավորությունները ավելի շատացնելու է խմբի զարգացման ու խմբի հեռանկարի համար։ Կեր Դավիթ, շատերին, նաև մեզ լսողներին հետաքրքիր է, ինչու հրայք։ Ինչպես որոշվեց խմբի անունը ու ինչ է նշանակում ընդհանրապես հրայք։ Խմբի անունը Թորոյան Ստեփանն է դրել, հրայք, որը նշանակում է ներքին կրակ, մղում, գիրք, որովհետև հրայքի ինքը ներքին մղման արդյունք էր։ Այսինքն մենք իրան ստեղծեցինք, որովհետև մենք շատ էինք ուզում ազգային պարեր ապրել, որովհետև մենք մտածում ենք, որ մեր մոտ ինչ որ մի բան կիսատ է։ Մենք անում ենք լիքը գործ, վազվզում ենք մեր ընկերներով, մենք քիչ չենք, շատ էինք, բայց ոնց որ թե կիսատ էր, ամեն ինչ կիսատ էր մնում։ Գնում հասնում էր միտեղ ու այդ համախմբման հիմնական աղբյուրը չկար։ Բայց հիմա որ հավաքվում ենք, ուրախանում ենք, քեֆ ենք անում ու մեկ էլ սկսեցինք հայկական ազգային պար, քոճարի ենք պարում։
երբեք չի համախմբվում խումբը մարդկանց այնքան ինչքան որ համախմբվում է միասնական քոչարի ու միասնական պարերի ժամանակ կարող եք փորձել հետո մի ուրիշ պահել կա ազգային պարը ինքը իրանով միայն պար չէ դու եթե ուղղակի միայն պարաքայլեր ես սովորելու այս ամեն ինչը քո համար չէ դու բավականին արագ ծանծրանալու ես թողած գնաս քո լատինամերիկյան պարերը պարես կամ գնաս քո ռաբիզների տակ պարես եթե դու չսկսես խորանալ պարերի մեջ ինչի համար է կոչվում այս անվան պարը Ոգի չունենաս, չէ՞։ ոգու մասին ոգին է քեզ բերում այդ պարերին իրականում բոլորը ովքեր որ գալիս են իրանց մոտ ինչ որ մի բան շարժվում է պարելու ժամանակ ես վերջերս մեր ընկերներից մեկի հետ խոսում ենք գենետիկ կոդի մասին այո ինքը շատ ուժեղ աշխատում է ու աշխատում է երեխեքի մոդել տարեցների մոդել բոլորը հատկապես այն ժամանակ եթե նկատած լինեք ասենք գնում ենք ինչ որ մի առիթի ու գինովցած մարդիկ ուզում են պարել բայց չգիտեն ոնց պարեն ուղղակի այն չգիտեն ոնց արդայդեն իրանց զգացմունքներն ու իրանց մեջի այդ կուտակված այդ էներգիան սկսում են գոռալ բոլորն ասում են խմել խելրել է չէ բայց մարդը արդեն այդ իր մեջի հավաքված այդ էներգիայից այդ ոգուց չգիտի ոնց ազատվի չգիտի իր էմոցիաները ոնց կառավարի ու չի կարողանում մտնել պարային շարք, որտեղ պարաքայլերին չի տիրապետում, որովհետեւ այդ ամեն ինչը կարողանա արել, սկսում է գոռալ։ Այդ նրանից չէ որ ինքը խմած է դրա համար է գոռում։ Այդ նրանից է, ինքը խմած է, բայց այդ գոռալը, այդ խմածության արդյունք չէ, այդ գոռալը, այդ իր որ չի կարողանում իր մտքերը, իր հույզերն ու իր զգացմունքներն արտահայտի, տեսեք, բոլորը այդտեղ պարում են, իրանք կարողանում են իրանց պարաքայլերով, այդ ռիթմի մեջ լինելով, իրանց այդ ոգեղեն վանկարգումներով, իրանց զգացմունքներն արտահայտել։ Բայց այդ մարդը, ով որ չի տիրապետում պարաքայլերին ու չի տիրապետում այդ մրաշագույթին, ինքը սկսում է գոռալ ու չի հասկանում, թե ինքը ինչի է գոռում։ Գեր Դավիթ, ո՞րն է ձեր ամենասիրելի, չնայած չասեմ ամենասիրելի, ձեզ ամենահոգեհարազատ պարը, ինչու ու այդ պարի մասին պատմեք մի փոքր։ Ես այդ հարցին միշտ դժվարացել եմ պատասխանեմ, որովհետև ես մեր ավանդական պարերից բոլորն եմ սիրում, որովհետև բոլորի ամեն մեկի ժամանակ ուրիշ տեսակի զգացողություն եմ ունենում ու ուրիշ տեսակի ապրումներ եմ ունենում։ Ամեն պար ինքը յուրահատուկ է։ Դու չես կարող ասել, որ այս պարը նման է մյուս պարին։ Օրինակի համար մենք ունենք գյովանդ, ունենք լաչինի մանան ու իրանք լաչինի մանանը գյովանդից տարբերվում է իր 8 հաշվով։ Իսկ գյովանդը ունի 6 պարային հաշիվ, լաչինի մանան ունի 8 պարային հաշիվ։ Չհաշված որ մենք ճուղտակ գյովանդի ժամանակ ենք 8 պարային հաշիվ անում, բայց այդ ուրիշ թեմա է։ Լաչինի մանանի ժամանակ 8 պարային հաշիվ ենք անում, բայց լրիվ ուրիշ զգացողություն է։ Ասենք դու չես կարող ասել, որ նույն մեր սովորական գյովանդի ժամանակ էլ, աբարանի գյովանդի ժամանակ էլ դու նույն զգացողություններն ես ունենում։ Իրանք երկուսն էլ լրիվ տարբեր զգացողություններ են քեզ պարգևում։ Հիշեցին Գերքինոսյանի խոսքերից մեկը, որ պարը աղոթք է։ Պարը ինքը իրականում աղոթք է, ու մենք ունենք մի քանի պարեր, օրինակ աստվածազնա պարը, 12 ոտքը, էջմիածինը ու բավականին այլ ուրիշ պարեր էլ ունենք, օրինակի համար ես վերջերս մի հոդված եմ կարդացել, քոչարին ինքը նույնպես աղոթք է։ Մեր նախնիները ուզենք թե չուզենք իրանք հեթանոսներ են եղել։ Այդ ոչ մի կերպ չեն կարող փախչել այդ ամեն ինչից ու իրանք նաև մինչև այն գաղափարներին հասնելը, որ ասենք տիեզեր, կարև պաշտել, իրանք պաշտել են իրենց շրջապատի կենդանիներին, հողին են պաշտել, կրագին են պաշտել ու իրանք բազմաթիվ պարեր ունեն նվիրված, որոնք որ աղոթքներ են եղել։ Ու ժամանակի փոփոխություններով, օրինակի համար մեր աստվածազնա պարը, որը մենք շատ սիրում ենք ու անվանում ենք նաև Յայլի պար կամ դաշտում կատարվող պար, որովհետև աստվածազնա տոնը ինքը խաղող օրներքի տոնն է նաև այդ ժամանակաշրջանում
խոթքաղի ամենամեծ շրջաններից մեկն է, կարելի ասել վերջի խոթքաղի շրջաններում մարդիկ հիմնականում դաշտն են եղել, բայց դե հավատացյալ են եղել, չէ, վերջը պիտի այդ պաշտամունքը տային Աստծուն ու իրանք սկսել են Աստվածազնա պարը ապրել ու հետաքրքիրն է, որ մենք խաղող օրհներգ հասկացողությունը մինչև քրիստոնեության ընդունումն ենք ունեցել ու Անահիտ Աստվածուհուն նվիրված տոն է եղել, բավականին մեծ տոն է եղել ու հայերի կողմից շատ պաշտված տոն է եղել ու մենակ մայրերի պաշտամունքի Աստվածուհին չի եղել, թագավորների պաշտամունքի Աստվածուհին էլ է եղել, որովհետև եթե Հակաթ Անգեղոսին ուշադիր կարդաս, Հակաթ Անգեղոսը ինքը շարադրում էր, որ Տեր-Տատը հատուկ զոհեր էր մատուցում Անահիտ Աստվածուհուն, որպեսզի Անահիտ Աստվածուհին բարեխոս լինի իր նկատմամբ։ Հայերի կողմից շատ սիրելի Աստվածուհի եղել, ինչպես որ հիմա շատ սիրելի է Մայր Աստվածածինը, որ առաջի բանը, որ լսում ես աղոթողների բերանից, իրանք Աստվածածին են դիմում, որպեսզի բարեխոսի իրենց համար։ Այդ Աստվածածնա պարը հիմա շատ կիրառում ենք, շատ սիրելի Էջմիածին պարը, որը նվիրված է Էջմիածնի մայր տաճարին, բայց հին ժամանակներում ինքը արևի պաշտամունքի նվիրված, արևին աղոթքի նվիրված խոշորագույն պարերից մեկն է եղել։ 12 ոտքը, որը նվիրված է եղել տարվա 12 ամիսներին, 12 համաստեղությանը, իր երաժշտական չափով, իր պարային քայլերի չափով ինքը այդ նույն հաշվարկն ու այդ սխեման պահում է։ Շատ շնորհակալ եմ Գերտ Դավիթ ջան ձեզանից հրավերս ընդունելու համար։ Շատ ուրախ եմ, որ ձեզանից մեկն եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հրավիրեցիք։ Ինձ համար պատիվ է անընդհատ խոսել, ներկայացնել մեր հայկական պարերը, մեր հայկական մշակույթը, որովհետև մենք մեր մշակույթով ենք հայ, մենք մեր տեսակով, մենք մեր ունեցածով, մեր լեզվով, մեր երգով, մեր պարերով, մեր պատմությունով ենք կոչվում հայ ու ինչու չմնանք հայ, ինչու չունենանք, ինչու չկրենք մերը։ Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, նույնիսկ բարտանում եմ իրանցով, ասում եմ, տես, ինչ մարդը 5 լեզու գիտի, ինչ մարդը 3 լեզու գիտի, բայց եթե ինքը գիտի 20 լեզու խոսել ու հայ ու հայերեն չի խոսել, կներեք իմ համար, այդ լեզուների երկրներից, ասենք ավելի շատ ռուս է, ամերիկացի է, չինացի է, քան հայ, որովհետև դու կարող է գտասրտությունից ելնելով քո երկրին նվիրատվություն անես, շատ հարուստ մարդ ես, բայց քո կենսաղավարությամբ, քո ապրելակերպով, քո հավատամքով, քո մտածելակերպով, քո ընտանիքի պատկերացումներով, քո օրենքների եւ ամեն ինչի պատկերացումներով դու ոչ մի ընդհանուր բան, ոչ մի ընդհանուր աղերս չունենաս քո հայկականության հետ մեկտեղ։ Դու այդքան քո հարստության հետ մեկտեղ, այդքան քո բարերար լինելու հետ մեկտեղ, բա որ մի փոքր էլ հայ լիներ, իշքան մարդ հայ կլիներ։ Շնորհակալություն, հաջողություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ձեզ բարի ընթացք ու բարի եթերներ, շատ։ Եթերում էր Հայոց պարը։